Ինչ եք բոլորս կանգնել։ Համեցեք։ Բոլորին խնդրում եմ անցնել։ Շնորհակալություն ընկեր Փիլոյան, շատ շնորհակալ ենք։ Մենք մեզ զգում ենք ինչպես մեր տանը, ընկեր Փիլոյան, ոչինչ։ Ինչ տեղությունը կեր Փիլոյան, մենք մեզ այսպես էլ լավ ենք զգում։ Ես ձեզ լսում եմ։ Խոսի։ Հարգելի ընկեր Փիլոյան, ես ավելի ճիշտ ժողովուրդ չի, Հետո ճիշտ ընկեր Փիլոյան, ժողովուրդ չի, իսկապես։ Հարգելի ընկեր Փիլոյան, մենք, այլ ճիշտ ես, այլ ճիշտ տղաս, հովիկս, խնդրում է ձեզ, այլ ճիշտ ձեր թույլտվությունը, մեր, այլ ճիշտ ձեր աղջկա Ադելաիդայի հետ ընտանիք կազմելու համար։ Ոչ սխալեց իրան։ Չէ, լավ է։ Ասա, որ մենք էլ մեր կողմից համաձայն ենք։ Ասա, որ մենք էլ մեր կողմից։ Ընկեր Փիլոյան, ինձ հուշում է դա ասա, որ մենք էլ։ Այ կնիկ, որ համաձայն չլինենք, չէինք գա։ Չենք գայր ճիշտ եմ ասում տիկին զվարդ։ Ես ոչինչ չեմ կարող ասել։ Թող ամուսինս ինքը որոշի, այո կամ ոչ։ Հա, թող որոշի։ Ընկեր Փիլոյանը թող որոշի։ Դժվար հարց է։ Հասկանում եք, Ադելաիդաս ինքը պետք է իրեն համապատասխան տեսացում դրի։ Այդպես որ եկեք չշտապենք։ Ինչ կա, ուշ ենքան լավ։ Իհարկե։ Հետո մենք ամեն ընտանիքից տեսա չենք ընտրի և մեր աղջկան ամեն ընտանիք չենք ուղարկի։ Էվա, տիկին զվարդ։ Բա մենք վատ ընտանիք են, տիկին զվարդ։ Էվա, ռոս, դու 30 տարվա կինս ես, երբևից է, ես կեզ մի կծու, տո մի մռու, տո մի թթու, տո մի աղի, տո մի դարը խոս, ասած կամ, ասած կամ։ Վայ, ես կեզ ասել եմ, որ դու ինձ ասես, կնյաժ շատ։ Օրինակի համար եմ ասում, խենդ։ Խենդնի է։ Վայ, չէ։ Գնյազը ջանից բացի ուրիշ խոսքին չի ասել, նմանապես ես դրան շատ սիրով ամուսիներ ենք, ընտանիքի կողմից հանգիստ եղեք։ Ռոզ Զվարդ, Զվարդս ուրիշ բան էր ուզում ասել, դուք նրան պարզապես չհասկացաք։ Շատ լավ էլ հասկացա, ընկեր Փիլոյան, որ մեզ չհասկանալ են գալիս, կարծեք ալ հասկացող է։ Գնյազս որ դիպլոմ չունի, ումից է պակաս։ Ով դիպլոմ չունի։ Այ կնիկ էդ ինչ ես ասում, ով չունի դիպլոմ։ Չունի դիպլոմ։ Կորցնել եմ դիպլոմ։ Չունի դիպլոմ։ Այն գրներ, մենք հոտ չենք որոշում։ Այդ մեկը ճիշտ է։ Հորիկ ջան, առաջ ալի։ Արեսև, աչքաջի կամ ենդ եմ։
հիմա բարձրաձայն։ Ասած ծնողներին թող լսեն։ Ինչ ասես են, որ անգիր է իրարել է, տանը։ Ասա։ Խոստանում եմ արդարացնել ձեր հույսը։ Ահա, խոստանում է արդարացնել են, ես իդեալ։ Մնացածը դու ինձանից պահանջիր, ընկեր Փիլոյան, քո աշխատողը ես եմ։ Հետ, մնացածը ինձանից։ Շատ նստեցինք տիկին զվարդ։ Այնքանով շատ չէ, բայց արդեն ժամանակ։ Ադելայիդայի սել կանչիր, թողնեն գնանք։ Ես գիտեմ, լավ չի գա։ Ոնց թե չի գա։ Ոնց թե չի գա։ Իդ կանչեք տեսնեն։ Անորմալ է։ Ոնց չի գա։ Իդ կանչեք։ Մի սպասեցի։ Ոչինչ տիկին զվարդ, դու քո պարտ կկատարիր։ Ախր ինչու եք ստիպում։ Իմ աղջկան դուք ինձանից լավ եք ճանաչում։ Գիտեմ, որ չի գա։ Հա, մի հատ կանչեք, մի հատ Բայց որ ասում եք։ կանչեք։ Կանչեք։ Ադելայիդա։ Ենա վազելով եկավ։ Ինչու եկավ։ Մամա դու կանչեցիր։ Դե իհարկե։ Նա կարող է իմ խոսքը մերժել։ Ադելայդա ջան, եկել են, որպեսզի խնդրեն քո ձեռքը։ Ասա հորդ ներկայությամբ։ Համաձայն ես, միշտ թափիշ։ Այո։ Աղջիկը շատ շուտ հավատայել է։ Իրար որ հասկացել է ներ խոսքնավել։ Ընկեր Փիլոյան, այսօրվանից դու իմ գլխից, դու իմ ընտանիքի գլխից անպատաս մնաս, ընկեր Փիլոյան։ Ամեն։ Նավ վերջացավ։ Ընկեր Փիլոյան չկա։ Ոնց թե ընկեր Փիլոյան չկա։ Ասա Գևորգ։ Գևորգ։ Ես ինչպես Գևորգ ասեմ, ընկեր Փիլոյան։ Լեզուս չի պտտվի, ընկեր Փիլոյան։ Ոչինչ։ Կամաց կպտտվի։ Ոնց կլինի, ես Գևորգ, ընկեր Փիլոյան, ախր։ Վերցրեք ոժակները։ Վերցրեք։ Առաջարկում եմ։ Շատ ներողություն։ Ընկեր, Փի, խոնամի Գևորգ։ Նամի Գևորգ։ Ամենից առաջ, հողես մատալին, հովիկս դնի Ադելայիդայիս մատը։ Առաջ զաքսի թղթի, զաքսի թղթը դուր ինձանից ուզիր տիկի զվար։ Նշանդրեք դանել, հետո հարսանիկը, հետո թող գնան ճանապարհորդության, Մոսկվա, Լենինգրադ, Բալտիկա, ամեն ինչ տեղին, կնյազը ստոմսեր կարմիր։ Բավոն, ոյ ջան կես տեսնենք, մատանին։ Ահա, իբարցի սերանա։ Ահա, ընկեր Փիլոյան, շնորհավորում եմ, ընկեր Փիլոյան, շնորհավորում եմ, տիկին զվարդ։ Սրանքեր մեր նվերները։ Սա ոսկե ժամացույց, ոսկե շղթայով։ Ոսկե ժամացույց, ոսկե շղթայով, ընկեր Փիլոյան։ Սա ոսկե պարանջան։ Ոսկե պարանջան, ընկեր Փիլոյան։